Այս գիշեր, երբ մեծ մասն աշխարհի խաղաղ քնած էր, մերձավոր արևելքում պայթեց մի իրադարձություն, որը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը։ بس مو سريعة هاي سرعة 180 شاهد روح على إسرائيل على اليهود Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, սա հերթական դիպուկ հարվածը չէ։ Սա ռազմավարական պատերազմական գործողություն է, որի թիրախում են եղել ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների առաջնորդությունը, միջուկային գիտնականները եւ կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքներ։ Այս պահին արդեն հաստատվել է, որ սպանվել են Իրանի ԻՀՊԿ առաջնորդ Հոսեյն Սալամին, միջուկային ծրագրի շուրջ աշխատող բարձրագույն փորձագետներ եւ գեներալներ։ Մեդիայում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում են քայքայված շենքեր Թեհրանում, այրվող նավթաբազա Թավրիզում եւ խուճապի մատնված բնակիչներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել ուղերձով, կոչ անելով իսրայելցիներին մնալ ապաստարաններում։ Նրա խոսքերով, պատերազմը կարող է երկար տևել, բայց Իսրայելը կհաղթի։ Նա հատուկ նշել է, որ հարվածը պատասխան էր վերջին ամիսներին իրանցիների միջամտություններին, Լիբանանում, Սիրիայում եւ Համասի միջոցով Իսրայելի դեմ իրականացված հարձակումներին։ Մյուս կողմից, Իրանը խոստանում է պատժել։ Արդեն իսկ ավելի քան 100 անօդաչու է ուղարկվել Իսրայելի ուղղությամբ։ Հարձակումներ են սկսվել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իսրայելական բազաների վրա։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է. «Սա սուրբ պատերազմ է, եւ Իսրայելը պետք է պատրաստվի անհետացման»։ Միջազգային արձագանքը բազմաշերտ է։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Իսրայելի քայլերը։ ՄԱԿ-ը կոչ է անում զսպվածության, սակայն դա, կարծես ձայն է անապատում։ Օդային տարածքները փակվում են։ Օդանավակայանները կիսադատարկ։ Աշխարհը սահուն մտնում է նոր գլոբալ ճգնաժամի փուլ։ Իսկ ինչ պետք է անի Հայաստանը այս ամենի ֆոնին։ Հայաստանի շուրջ ձևավորվում է ռազմաքաղաքական մրրիկ։ Մեր հարավային դաշնակից Իրանը պատերազմում է։ Մեր արևելյան ու արևմտյան հարևանները, Ադրբեջանն ու Թուրքիան, արդեն սկսել են ակտիվ զորավարժություններ Նախիջևանում, իսրայելական աջակցությամբ։ Այդ զորավարժությունները ցույց են տալիս, որ հնարավոր է Ադրբեջանը փորձի օգտվել իրավիճակից, ճնշում բանեցնելու համար Հայաստանի վրա։ Ինչպես իրավացիորեն նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, այս իրավիճակը ոչ թե հեռավոր վերլուծություն է, այլ միջազգային քաղաքականության շոկային զարգացում, որին Հայաստանը պետք է դիմավորի պատրաստ։ Նախ, Հայաստանի զինված ուժերը պետք է անցնեն բարձր պատրաստվածության ռեժիմի։ Բոլոր սահմանային ուղղություններում անհրաժեշտ է ուժեղացնել դիտարկումները եւ պատրաստ լինել ցանկացած սադրանքի։ Երկրորդ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ակտիվացնել անվտանգային եւ քաղաքական կապը Իրանի հետ, թե դիվանագիտական, թե հատուկ ծառայությունների մակարդակում։ Երրորդ, դաշնակիցների հետ համակարգումը պետք է արագացվի։ Այս ամենից զատ, սա նաև հնարավորությունների պահ է։ Հայաստանը կարող է գործել որպես տարածաշրջանային կայունության դերակատար, եթե ունենա բավականին սառնասրտություն, ռազմավարական մոտեցում եւ պետական մտածողություն։ Աշխարհը կանգնած է նոր պատերազմների եզրին։ Հայաստանը կանգնած է նոր պատասխանատվությունների առաջ։ Ոչ թե վախենալու, այլ գիտակցելու պահ է։ Եթե սխալվենք, կորցնելու բան ունենք։ Իրանա-իսրայելական հակամարտությունը լուրջ անվտանգային սպառնալիք ստեղծեց Հայաստանի Հանրապետության համար։ Սա այն պահն է, երբ մեր երկրի ներսում պետք է ձևավորվի համազգային համերաշխություն, չեզոքացնելու արտաքին վտանգները։ Բայց այդ համերաշխությունը հնարավոր չէ կառուցել վստահություն չվայելող, մերժված, ճգնաժամային կառավարիչների շուրջ։ Ներկայիս իշխանությունը չի կարող ապահովել ազգային համաձայնության մթնոլորտ, քանի որ տարիներ շարունակ զբաղված է եղել հասարակությունը բաժանելով սևերի ու սպիտակների, հների ու նորերի, ոչ թե միավորելով մեկ դրոշի տակ։ Նրանց օրոք Հայաստանը կորցրել է եւ դաշնակիցներ, եւ ինքնավստահություն։ Եվ եթե հիմա այս աշխարհաքաղաքական փոթորիկին մոտենանք պառակտված, անվստահ, հոգնեցված իշխանությամբ, մենք պարզապես չենք դիմանա։ Հետևաբար, ժամանակն է հեռանալ։ Չպետք է թույլ տալ, որ Հայաստանը մտնի այս գլոբալ ճգնաժամի փուլը, պարտված, վախեցած, ներքին պառակտումներով սահող իշխանության ղեկավարությամբ։ Մենք որպես ժողովուրդ ունենք մեկ լուծում ձևավորել նոր քաղաքական համաձայնություն, ազգային ուժերի համախմբում եւ նոր քաղաքական ղեկավարում, որը կկարողանա հանդես գալ որպես վստահելի համազգային ներկայացուցչություն թե ներսում, թե արտաքին աշխարհի առաջ։ Եթե հիմա համարձակ չենք, վաղը կարող է ուշ լինել։ Բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք այս վիդեով, որպեսզի մենք բոլորս կարողանանք հասկանալ ուր է շարժվում աշխարհը եւ ինչպես դուրս գալ այդ շարժումից ուժեղացած, ոչ թե կործանված։